Բարև ձեզ սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, այս կիրակի նոյեմբերի 16-ին Վաղարշապատում սպասվում են թիմ ընտրություններ, սակայն ձեր կուսակցությունը որոշել է չմասնակցել։ Որն է պատճառը, որ չեք մասնակցում այս ընտրություններին, արդյոք սա կապված է Փարաքարի ձեր թեկնածուի ողբերգական սպանության հետ, որովհետև հանրային շրջանակներում այս վարկածն է հենց առավել շատ քննարկվում։ Այդ ընտրությունների նախապատրաստական է, այսինքն մի 2 ամիս առաջվանից որ սկսում է այդ գրանցման մասը, այո, ցավոք համընկավ, մենք միջև այդ թիմում ունեինք որոշակի քննարկումներ, հնարավոր մասնակցության, չմասնակցության հարցով, առավել այսօր Փարաքարին հարևան համայնք է եւ այդ մասով Վալոդյա Գրիգորյանի խոսքը եւ դերը Էջմիածնի ընտրությունների առաջնային էր։ Ունենք քննարկումներ հնարավոր մասնակցության մասով, բայց բնական է, որ այդ ողբերգությունից հետո օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով այլևս այդ քննարկումները արդյունավետ շարունակելու հնարավորություն չունենք եւ հիմա ունենք այն ինչ ունենք, բայց կարծում եմ, որ այն ընդդիմադիր ուժերը, որ մասնակցում են, առնվազն գոնե վերջում համատեղ կառավարում ստանձնելով ԿՊ-ին կզրկեն իշխանությունից նաեւ այս ամենքում։ Կան ուժեր Էջմիածնում, որոնց դուք այսպես ասած աջակցում եք եւ ձեր համագիրներին կհորդորեք, որ քվեարկեն կամ հակառակը այնպիսի ուժեր, որոնց կհորդորեք, որ չքվեարկեն։ Այս բանն էլ մեր թիմակիցները, համագիրները Էջմիածնում, այսինքն տենց կոնկրետ մեկ ուժ, որ ասեմ, պաշտոնապես աջակցում ենք թե ոչ, քանի որ նաեւ անձինք, որոնք մասնակցում են ընտրություններին, խոսքը այդ ցուցակի գլխավորողների մասին է, կան նաեւ ծանոթ են, նաեւ մեր ընդդեղի թիմակիցներին, համակիրներին նաև այդ կարծիքներն ենք լսել։ Մեր սկզբունքը այն է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իրապես այն ընդդիմադիր ուժերը, ովքեր բացառում են ԿՊ-ի այդ համագործակցությունը, ստանան մաքսիմում ձայներ եւ այս պահին մեր ունեցած տեղեկություններով պատկերը այնպիսին է, որ որևիցե ուժի հնարավորություն չի ստեղծվի միանգամից մեծամասնություն կազմել եւ միաժամանակ կառավարել համայնքը, ավելի հավանական է, որ մի քանի ուժեր համատեղ ուժերով կկարողանան կոալիցիա կազմել եւ նաեւ քաղաքացիներին եմ հորդորում անպայման նախ մասնակցել ընտրություններին, որովհետեւ բարձր մասնակցությունը հենց իշխանապողության գրավականներից մեկն է, ինչքան էլ որ քաղաքացիները հիասթափված են ու սահատ են, դա բացառապես աջակցություն է իշխանության, որովհետեւ երբ որ իշխանության ներկայացուցիչները գնում են ընտրությունների, պայմանական ասած, հիմա եթե մասնակցեն 20,000 ընտրող եւ ԿՊ-ին ընտրում է 10,000, ստացվում է, որ 50% ձայն ունեն, բայց եթե մասնակցի 30,000 ու այդ 10,000 ընտրողը դառնում է 33%, հետեւաբար մենք ինչքան շատ ենք գնում ընտրությունների, այնքան ԿՊ-ի տոկոսը ավելի ցածր է լինում եւ հենց դրա վառ օրինակներ նույն Գյումրիում բարձր մասնակցություն է, նույն Փարաքարում բավականին ակտիվ մասնակցություն ունեցանք եւ ընտրել իհարկե ուժերի, որոնք ԿՊ եւ ԿՊ-ամերձ չեն, իսկ թե որ ուժերն են դրանք ժողովուրդը շատ լավ գիտի, շատ ուժեր ԿՊ-ից ավելի ԿՊ են իրենց դրսևորում, ավելի բարձր ու արագ են գոռում ԿՊ-ի մասին, քան հենց ԿՊ-ականները, հետեւաբար էլ իմաստը չկա այդ ուժերի մասին խոսել, իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է։ Հետեւաբար այլ ուժերին ընտրելով Էջմիածնում իշխանապողության հասնելը շատ կարևոր է։ Իհարկե, պետք է հասկանալ նաև քաղաքացիների այն մտահոգությունը, որ շատերը կարող են ասել դե ում ընտրենք, բոլորն է վատն են։ Այդ փոփոխությունները միանգամից հնարավոր չէ։ Հիմա արդյոք տենց կա տենց մի ուժ կամ ինչ-որ մի անհատ, որը այ բոլորի պատկերացրած, հա, ասենք Վաղարշապատի բնակիչների պատկերացրած ղեկավարը կլինի, որ բոլոր խնդիրները լուծի։ Բայց ընտրությունը հենց նրա մասին է, ոնց ընտրություն է, այսինքն ընտրել ինչ-որ մեկին, չընտրել մյուսներին։ Հիմա կա երկու տարբերակ, կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ, կամ փորձում ենք այս վիճակից դուրս գալ։ Հետևաբար ես առաջին հերթին նաև կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր այսպես ասած բոլորին դեմ են, հիասթափված են բոլորից, որի իրավունքը ինչ որտեղ կարող է ունենալ, բայց միևնույնն է, եկեք փոքր քայլերով գնանք առաջ, այսինքն հաղթարենք, վստահ եմ, որ այդ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի մեջ էլի կգտնվի մեկը, որ ամեն դեպքում կարելի է գնալ ընտրել, փորձել, շանս տալ այդ մարդկանց, առավել եւս այն պատկերացումները, որ լինելու է համատեղ կառավարում, դա խոսում է այն մասին, որ այդ ուժերը միասին փողզսպումներով ավելի արդյունավետ կկառավեն, քան երբ որ լինում է մեկ ուժի իշխանություն ու հետո ասում են դե այս մեկ ուժը
ինչ ուզում է այն անում է, ունենում ենք մենք խնդիրներ, իսկ երբ որ մի քանի ուժեր են կառավարում, շատ հաճախ նույնիսկ կապ չունի որ ուժից է համայնքի ղեկավարը, այն մնացած ուժերը լինելով ավականիում, զսպում են համայնքի ղեկավարի հնարավոր ոչ արդյունավետ գործողությունը։ Դրա համար ամփոփելով նորից անպայման գնացեք ընտրությունների, ընտրեք ընդդիմադիր ուժերից նրանցում ցանկանում եք եւ քանի որ ըստ ամենայնի Էջմիածնի ընտրությունները համապետական ընտրություններին նախորդող վերջին ընտրությունները կլինեն, Գյումրիից Փարաքարից հետո շատ կարևոր է նաև Էջմիածնում արձանագրվի ՔՓ-ի պարտությունը, որը վստահ եմ արդեն հանրության մոտ այլևս կասկած չի հարուցի 26 թվականի իշխանափոխությունը։ Շատերի գնահատմամբ վաղաշաբաթի ընտրությունների ելքը վճռորոշ կլինի Մայրաթորի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվելիք այս գրոհի հարցում։ Ինչ եք կարծում վաղաշաբաթում իշխանության հաղթանակի դեպքում կհամարձակվի Նիկոլ Փաշինյանը նման քայլի գնալ եւ ինչ գործողություններից է կախված դա լինելու առավելապես։ Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի այդ հակաեկեղեցական գործողությունները այնքան խայտառակ են ու ցավոտ, որ այդտեղ գտնել տրամաբանություն պետք է լինել Նիկոլ Փաշինյան կամ իր թիմակիցը։ Իսկն հիմա տրամաբանել, թե Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ գործողություններում ինչքանով է կարևորելու ընտրությունների ելքը, արդյունքը եւ այլն, ասում ապաշնոր գործ է հաստատ, որովհետեւ դեպս ցավում եմ, որ հերիք չի sense մի հատ հարց կա, մի հատ էլ քննարկում ենք, այսինքն էս աբսուրդ է, էլի, որ նստում ենք իշխանությունը եկեղեցու դեմ։ Իսկ միայն այդ արտահայտությունը արդեն այնքան ողբերգական ու խայտառակ է, որ էլ դետալների մեջ խորանալ, այսքան փաստա մի հատ էլ մենք քննարկում ենք։ Միանշանակ անընդունելի է եւ անկախ է նույնիսկ պետք է բերենք հասցնենք այդ տեղական ընտրություններին, ընտրությունները կլինեին, չեն լինի, ով կհաղթի, ով կպարտվի, ինչ կլինի։ Եկեղեցու դեմ պայքարը ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն է։ Այս այն թեմաներից են, որ փորձում ես ինչ որտեղ հավատալ, որ կարող է ինչ-որ են խելքի գալու նշույլներ հայտնվի ԿՊԱ-ականների մոտ ու խայտառակությունից հետ կանգնեն, հասկանան, որ այս ոչ միտեղ տանող ճանապարհը կա քաղաքական պայքար, իշխանություն եք, պայքարեք քաղաքական գործիքակազմով որպես ժողովրդավարություն, քարոզող ուժ, քաղաքական պայքար է, ուզում եք մնաք իշխանություն, ընտրություններին գնացեք, կընտրվեք, չեն կընտրվի բարի ճանապարհ, ինչի է եկեղեցուն խառնում այս գործերի մեջ կամ դուք խառնվում։ Այդ որտեղեր են հանրային պահանջը, որտեն ժողովուրդը ինչ էր արել, լցվել էր փողոցները եկեղեցու դեմ պայքարում էր, կաթողիկոսին դեմ պայքարում, դուք այդտենց ստիպված եկել եք առաջնորդում եք այդ պայքարը, տեսնում ենք էլի։ Այդ մի քանի 100 համակիրներով գնում եք ինչ որ ցույց եք տալիս, որ տենց էս հա, մենք տեսեք եկեղեցու դեմ պայքար ենք անում ու մյուս կողմից էլ բավականին բարձր եմ գնահատում նաև եկեղեցու վարքագիծը, որ չի տրվում սադրանքներին եւ անկախ ամենից մնում է իր բարձրության վրա, նույնիսկ ովքեր որ հակաեկեղեցական խայտառակ գործողություններ են անում եւ եկեղեցու այս բարձր վեհ պահվածքը խոսում էին մասին, որ եկեղեցին գնում են վարքագծը, որ այս քաղաքական իրավիճակը պետք է մի օր հաղթահարվի ու որը չպետք է վնասի եկեղեցուն, չնայած արդեն սա խայտառակություն է հիմա ինչ է լինի այս իշխանությունը գնալով այս ամեն ինչից դուրս գա, այս ինֆորմացիան, որ աշխարհում եք որպես առաջի քրիստոնյա պետություն, հա, եկեղեցու դերը Սփյուռքում, հիմա պատկերացնում եք Սփյուռքում, երբ որ մեր եկեղեցու բջիջները բավականին մեծ լոբինգ աշխատանք են արել, բավականին մեծ ազդեցություն նաև հայ համայնքի մոտ ինչքան կարևոր են ունեցել, ընդ որում նաև այդ երկրներում մեր համայնքի շահերը պաշտպանելուց տարբեր կապեր են ստեղծել, process-ների մեջ են հայտնվել, հիմա ո՞նց են վերաբերում, չէ՞, այսինքն տարբեր երկրներում մեր թեմերին տենց երևի հա սարկազմով, քմծիծաղով, բացասական, էս ինչա ձեզ դուք այդ եկեղեցու թեմն եք, ստեղ հա, այդ եկեղեցու ներկայացուցիչն եք, որի նկատմամբ հələ տեսեք այս ձեր իշխանությունը ինչ է։ Իսկ սրանով թուլանում է մեր երկիրը նաև մեր եկեղեցին նաև Սփյուռքում, իսկ Սփյուռքում մեր եկեղեցին միայն եկեղեցի չէ։ Այսօր Սփյուռքում հայկական միակ կառույցը սենց ակտիվ աշխատող եկեղեցու միջոցով է եւ պետությունը իշխանությունը միշտ հենց այդ եկեղեցու լծակներն էլ է օգտագործել հայկական խնդիրները Սփյուռքում այլ պետություններում բարձրաձայնելու եւ հիշենք որ մի քիչ հետ գնանք այս ողբերգական այս վարքագիծը սկսվեց երբ
Ամենայն Հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում Արցախի խնդրով էր խոսում եկեղեցական ժողովում։ Դուք գնացեք խոսեք, գնացեք ՄԱԿ-ի ամբիոնից խոսեք, վախում եք, չեք բաշարում, փոխանակ աջակցեք, սա նաև բացի այս ներքին խնդիրներից քաղաքական, առնվազն այդ փուլը շղթան, որ նայում ենք, խոսում է այն մասին, որ սրանով Նիկոլ Փաշինյանը առնվազն ցույց տվեց Թուրքիան եւ Ադրբեջանին, որ ինքը կտրված է եկեղեցուց։ Եվ այդ եկեղեցու այդ արցախյան հայկականության այս պայքարը եւ այդ խոսույթը ինքը չի կիսում։ Եվ սրան ցույց է տալիս, այդ որ եկեղեցին խոսում է արցախահայերի իրավունքից, Արցախում պատմական եկեղեցական ժառանգությունից, գերիներից, ես դրա հետ կապ չունեմ, տեսեք, այս մարդու հետ ես ոչ մի կապ չունեմ։ Սա նաև իրեն չեմ բացառում, որ նաև նման քննարկում է եղել Ադրբեջանի կողմից, որ այս գալիս եք ասում եք, սենց Արցախը Ադրբեջանա խաղաղություն կնքենք, ձեր կաթողիկոսը Արցախից է խոսում, այս սենց բան եք, հա, իրար հետ պայմանավորվել եք։ Վստահ եմ, որ նման ինչ-որ քննարկում գոնե եղել է, ու այս արդյունքում հիմա սրանով Նիկոլ Փաշինյանը իրեն ցույց է տալիս, որ տեսեք, չէ, ես այս եկեղեցու դեմ պայքարում եմ ու որևիցե կապ չունեմ ես, այսինքն այն ամեն ինչ որ Արցախի հետ կարակապ ունենա, Նիկոլը իրան կտրում է այդ ամեն ինչից։ Պարոն Արաքելյան, խոսենք նաև Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից, որից հետո իշխանությունը, այսպես ասած, առաջ քաշեց վենդետայի վարկածը, դուք էլ հայտարարեցիք, որ Վոլոդիա Գրիգորյանը թշնամիներ չուներ, որ փուլում է գործը եւ արդյոք այսպես ասած հավատում եք, որ արդար կքննվի այս գործը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ կբացահայտվին իրական մեղավորները։ Մեզ համար շատ կարևոր է այս հանցագործության ամբողջական բացահայտումը, այստեղ մենք որևէ քաղաքական գործոն առաջ չենք բերում, այսինքն եթե իրավապահները ամբողջությամբ կբացահայտեն, այդ մասով կհամարենք բարձր գնահատական իրենց այս դատական ու քննչական համակարգի մասին է խոսքը, բայց ցավոք այս պահին եղած ինֆորմացիայով եղած բացահայտումները եկել կանգ են առել այնտեղ, ինչ որ առաջին օրերին տեղի ունեցավ, այդ ենթադրյալ հանցագործը, որ սպանել է, ընդունել է իր մեղքը։ Իհարկե, անկախ ամեն ինչից որևիցե ձևով չի մեղմվելու, բայց գոնե արդարության վերականգնումը շատ կարևոր է, որ բացի այս ողբերգությունից, այս անարդարությունն էլ, որը ընտանիքին, մեզ բոլորիս ավելի է ցավը խորացնում, որ հերիք չի sense ողբերգություն ենք ապրում, միատել հələ իրական մեղավորները շարունակում են իրենց հանգիստ վարքագիծը։ Մենք այս պահին հենց սկզբից էլ ենք ասել, որ ամենևին միտված չենք որևէ քաղաքական երանգ տալ, բայց այն process-ը ինչ որ գնում է, որ գործը դեռ ամբողջովին բացահայտված չէ, չկա մեղադրական եզրակացություն, չկա դատարանի վճիռ, իշխանությունները միանգամից ինչ որ վարկածներ են պնդում, որը ուղղակի ոչ պրոֆեսիոնալ եւ անթույլատրելի է։ Գործը նույնիսկ դատարան չի ասել, այդ ոնց եք որոշել, որ սա որևէ քաղաքական դրվագ չկա։ Ուր է այս, որտեղ է ապացույցները։ Իհարկե ազդում է, որովհետև հիմա նաև փորձ արեցին այդ սպանողով փաթեթավորել ասել վենդետա։ Ես մեկ անգամ եւս նորից ասում եմ, մի հատ իրավական հիմք ցույց տվեք, թե Վոլոդիա Գրիգորյանը ինչ կապ ուներ Փետրվարյան դեպքերի հետ, որի հետևանքով ենթադրյալ վենդետա է տեղի ունենում։ Ուր էր այդ կապը։ Բա որ եթե կապ ուներ, այդ ինչի որևիցե ձևով չներգրավվեց Վոլոդիա Գրիգորյանը Փետրվարին։ Այդ առավել եւս շատ լավ առիթ էր իշխանության համար, ընտրությունների էինք մասնակցում, բայց այդ նախընտրական փուլում եթե Վոլոդիա Գրիգորյանը կապ ուներ, բայց ինչի չներգրավեցիք, ինչի միտեղ չխոսացիք Վոլոդիա Գրիգորյանի կապի մասին։ Բանդրությունից հետո հաղթեց այդ ընդդիմադիր համայնքապետի դեմ պայքարի, ինչ լավ առիթ էր, չեղած տեղից եք մարդկանց գլխին բան սարքում, բայց 5 ամիս որ Վոլոդիա Գրիգորյանը կապ ուներ։ Բա մի հատ խոսեիք, մի հատ մեղադրանք առաջադրեիք այդ մարդուն, եթե կապ ուներ, այսինքն սա այքի ստոր վարկագիծ է, բերել կապել մարդկանց մի բանի հետ, այդ գործով կա մեղադրական եզրակացություն, որտեղ նույնիսկ Վոլոդիա Գրիգորյանի եղբոր նկատմամբ բացառապես ներկայացված է խուլիգանական ինչ-որ դրվագներ, այնքանով, որքանով իբր թե նա այնտեղ է եղել, էլ չեմ ասում, որ նենց բան չի եղել, դնենք մի կողմ, որ Գրիգորյանի եղբայրը չի ել ընդունում, որտեղ ինքը դեպքից շատ ուշ է եղել, երբ որ ուղղակի գյուղացիները բոլորը հայտնվել են այդ հատվածում։ Բայց անգամ մեղադրական եզրակացությունով, այսինքն այդ գործով մի հոգի Փետրվարին կամ մեղադրվող սպանության մասով ու 10-ից ավել մարդիկ
խուլիգանություն են արել, այդտեղ են եղել։ Հենց այդ Իսկ սպանողը, ենթադրյալ սպանողը Փետրյան դեպքերին մի կողմ։ Հենց այդ 10-ից ինչ որ մեկն էր, հա, մեղավոր, մի հատ էլ դրա եղբայրը, որ ընդհանրապես կապ չուներ, դարձավ վենդետայզո, այս չի կարելի էլի, ասենք նույնիսկ այն ֆանտաստիկ ֆիլմերի սցենարը այսքան անտաղանդ չի լինում, ինչ որ այս իշխանություններն ուզում են անեն։ Ու այո, այն վարքագիծը, որ կա իշխանությունում, այն շրջանակը, որ մենք էլ ասում ես մենք բացառել ենք որևիցե անուններ տալ, որևիցե ուղղություն տալ նախաքննությանը, բայց իրանք մեզանից շատ լավ գիտեն այդ մարդիկ ում հետ են շփվել, ինչ շրջանակներ, քաղաքական համակարգը այդ թիմի միջև ուր է գնացել, ասել ովքեր են եղել, առնվազն մենք կարծում ենք, որ եւ կան կազմակերպիչներ, սա մի օքու գործ չէ, չենք բացառում կան նաեւ տարբեր աջակիցներ, առնվազն գոնե տեղեկացված մարդիկ, սա պետք է իհարկե բացահայտվի, իշխանության օրոք կբացահայտվի, քիչ են շանսերը ու նաև եւ այս դեպքը եւ բազմաթիվ դեպքեր, սա արդարադատության վերականգնման համար շատ կարեւոր է, անկախ նայած սա մեր ընկերն է, թիմակիցն է, մեր համար սկզբունքային է նաև ձևավորել այնպիսի իշխանություն, որտեղ իրապահ համակարգը, դատական համակարգը կդադարի լինել այդ իշխանության խամաճիկը ինչպես հիմա է։ Իսկ բացառիկ անընդհատ հանցագործություններ են տեղի ունենում, հա, տարբեր համայնքներում, անկախ նրանից այդ մարդկանց կարգավիճակը, նույն էս Աբովյանի դեպքերը, տարբեր տեղեր էլի արմավիրում արզում ես, ուղղակի բարձի թողի վիճակ է, որովհետև իրապահ համակարգը ինչով է զբաղվում, մի մասը գնացել ինչ որ եկեղեցիներում է բարեկություն անում, մի մասը էլ չասած այդ ԿՊԱ-ականներին է անընդհատ ուղեկցում այստեղ այնտեղ այդ միջոցառումներին եւ այլն ու բնական է երբ որ հանցագործները տեսնում են որ նման վիճակ է իրապահները զբաղված են քաղաքականությամբ օր-նորի ավելի է շատանում ու երբ որ առավել եւս տեսնում են այդ հանցագործները չի բացահայտվում դա ավելի նոր հանցագործություններ է ծնում ու նման դեպքերի արդարադատության վերականգնումը խիստ պատիժները բոլոր կազմակերպիչներով բոլոր աջակիցներով նաեւ հնարավոր հետագա հանցագործությունների կանխարգելման համար է սա ոչ թե միայն Վալոձա Գրիգորյանի մասին է Սա պետք է լինի օրինակ, որ բոլորը, քանի որ սա հանրային մեջ հնչեղություն ունեցող հանցագործություններ, բոլորը պետք է տեսնեն, որ սպանության համար ամենադաժան, ամենախիստ պատիժը բոլորը պետք է կրեն։ Այսօր Հայաստանում մարդ սպանել դարձել է խաղուպար։ Ու հետո չկա, հետքերը կորում են, հետո այդ վիշտը գնում է, ամփոփվում է մի քանի օր, մի քանի ամիս հետո ցավոք ընտանիքից դուրս չի գալի, հա։ Բոլորը, այո, բնական է, իրենց առօրյայի մեջ ներգրավում են, ու վերջում այդ մահացած մարդու ընտանիքը շատ հաճախ վատ պայմաններում, ծանր հոգեվիճակում էլ հնարավորություն չի ունենում գնալ այս իրավական, հա, խնդիրներից անընդհատ բարձրաձայնել, խոսել, ու տես մոռացության են մատնվել այսօր Հայաստանում բազմաթիվ սպանություններ չբացահայտված։ Ու կապ չունի եմ ասում, ցանկացած մարդու մահը սպանությունը դա ողբերգություն է իրապահ համակարգի խայտարակությունն է։ Ու բոլոր գործիքակազմը պետք է կիրառի, որ նման դեպքերը նաև բացառվի առաջին հերթին։ Պարոն Արաքելյան, երեք Նիկոլ Փաշինյանը խոսելով իր կառավարման օրոք պետական պարտքի աննախադեպ 8 միլիարդ դոլարի աճի մասին դա պատճառաբանեց այն հանգամանքով, որ անհրաժեշտ է եղել հապճեպ զենք ձեռք բերել բանակի կարիքների համար։ Որքանով եք այս պատճառաբանությունը համոզիչ համարում եւ արդյոք 8 միլիարդ դոլարի զենք է գնվել եւ կարող է կառավարությունը պետական պարտքի հաշվին զենք գնել։ Սա ոչ թե պատճառաբանություն է, սա ուղղակի մեղմ ասած անգրագիտություն է, առաջին հերթին ֆինանսական, տնտեսական այն որ կա բյուջեի դեֆիցիտ, դրա արդյունքում ինչ է տեղի ունենում, բյուջեն դեֆիցիտ է ունենում, պարտք ենք վերցնել, որ այդ դեֆիցիտը փակենք։ Հիմա թե այդ բյուջեի դեֆիցիտի հաշվին ինչ ծախս ենք անում, այս մանիպուլյացիայով անընդհատ կարելի է ասել։ Այսինքն ինչ նշանակում է, պարտք է վերցվել, ընդ որում պարտքի զգալի մասը ներքին պարտք է, այսինքն պարտատոմսեր են թողարկել, փորձեմ ավելի པարզ ձևակերպել, այսինքն ուղղակի պարտքով գումար են վերցրել, որը հստակ նպատակ չի ունեցել։ Մենք ունենք վարկեր, որ ասենք միջազգային կառույցներից ինչ որ վերցնում ենք այս ծրագրի համար, ընդհանրեն գյուղատնտեսության համար կամ հյուսիս-հարավի համար է վերցվում։ Միջևս խոսում են հյուսիս-հարավի ճանապարհաշինարարության համար են վերցրել։ Ու երբ որ դու այդ պարտքը վերցնում ես, որ ուղղակի գումար է, որ հայտնում է բյուջեում, իսկ բյուջեի
ուղղակի եկամուտները որևէ ձեւ չեն կապվում որևէ ծախսի հետ։ Ընդհանուր բյուջե է, որի մեջ հավաքվում են հարկեր, այդ պետական պարտքը այդ պարտատոմսերի միջոցով ու հավաքվում է այդ ասենք միլիարդավոր գումարները, հետո դա ծախս է արվում։ Հիմա տենց ասել, այս պարտքը սրա համար է, այդ ասում շատ անորակ մանիպուլյացիա է։ Իսկն ասել դե այսքան հիմա այդ նույն տրամաբանությամբ մի օր ասում են դե այս վերցրել ենք ճանապարհներ ենք սարքել, վերցրել ենք սա ենք արել։ Հիմա բյուջեի դեֆիցիտը ամեն տարի ավելանալով ու երբ որ ձևավորվում է այդ պարտքը, այստեղ խնդիրը նայեք ոչ թե այդ պարտքի չափն է, անդադ նաև շատ հաճախ մեր որոշ գործընկերներ, 8 միլիարդ պարտ կա, 8 միլիարդ վատ է, հիմա դարձել է 12-13 միլիարդ։ Ընդհանրապես, երբ որ մարդը պարտքը ինչ է, պետական պարտքը, վարկն է, ավելի կենցաղային օրինակով բերեմ։ Երբ որ մարդը վարկ է վերցնում, երկու կարևոր գործոն կա։ Այդ վարկով ինչ է անում, ու այդ վարկը կարողանալու է փակել, թե չէ։ Դե դուք վարկ եք վերցնում, ու ձեր եկամուտները բավարարում են, որ դուք այդ վարկը փակեք, ու որևէ խնդիր չի առաջանում ձեր կյանքում, նորմալ ապրում եք, այդ վարկն էլ փակում եք, ու մի հատ էլ այդ վարկը վերցրել եք, ձեր տունն եք վերանորոգել, որ ավելի բարվոք պայմաններում ապրեք։ Դա շատ լավ է։ Բայց նույն տրամաբանությամբ մեկը կարող է վերցնի վարկ, նույնիսկ ավելի քիչ։ Գնա ուտի խմի քեֆ անի, ու հետո չկարողանա այդ պարտքը վարկը փակի, գնա մի հատ հարևաններից բարեկամներից պարտք վերցնի կամ ընկնի դատարաններ։ Հիմա մի դեպքում դուք ավելի շատ վարկ եք վերցրել, մեկը քիչ, ստացվում է, որ պետք է ասել դե քիչ վարկ վերցնելը լավ է, չէ՞, բայց ասում եմ, եթե դու օգուտ ես տալի, արժեք ես տալի։ Հիմա ո՞րն է այս իշխանության ստեղծած արժեքը։ Ուրա գնացել այդ գումարը, այսինքն ինչ արժեք է տվել։ Այսինքն կառավարության ֆունկցիան ո՞րն է, բյուջեն ինչ է, դու ասում ես այսքան գումար ենք հավաքում, մարդիկ փողը տալիս են կառավարությանը հարկերի տեսքով, ասում են, այս փողը վերցրա դու կառավարի, հա, որ մենք ավելի լավ ապրենք։ Ոնց որ ընդհանրենք ընտանիքում ծնողն է, որոշում է, չէ՞, իր եկամուտները, հետո ամբողջ ընտանիքի համար ծախսում է։ Սա մի մեծ ընտանիք է։ Հիմա այս կառավարության բյուջետային գործնեության արդյունքում ինչա մարդիկ ավելի լավ են ապրում, կրթության բարձր որակ կա, առողջապահության, ենթակառուցվածքների, ել չեմ խոսում Արցախից, անվտանգությունից։ Իսկն այն գումարները, որը որ վերցվել է, դրա շատ փոքր մասի արդյունավետությունն է երևում։ Իսկն գումարները վերցել են, գնացել է սպառման։ Թոշակ են տվել, աշխատավարձ են տվել, մարդիկ գնացել են, սպառել են, սնունդ են առել եւ այլն, ու չկա այդ արժեքը։ Իսկն մնայուն արժեքը ո՞րն է։ Հետևաբար այդ տեսանկյունից խոսել թե բանակն ենք վերազինել ու գալիս ենք հաջորդ քայլը, բայց վերազինած բանակի արդյունքը ո՞րն է։ Հիմա ասում զենք ենք առել։ Ումա պետք է զենքը։ Որտեղ է կիրառվել, ինչ օգուտ է տվել։ Ես հարձակվելու մասին չեմ խոսում, պաշտպանական տեսանկյունից ուր է։ Թե այդ ամեն ինչ վարի գնաց նոր որոշեցիք զենք առնեք։ Բայց Արցախյան պատերազմից հետո 21 թվականի ագրեսիան, 22, 23 կամ որ Հելնում ասում է, հիմա հա մենք ունենք այն անվտանգային համակարգը պարտքի շնորհիվ վերցրած գնված զենքերով, որ բացառում ենք Հայաստանի նկատմամբ ագրեսիան։ Ունենք, այսինքն կա մի հատ հիմա մենք այն իրավիճակում ենք, որ սենց ասած կարանք ասենք դե չեք ուզում, ոչ է խաղաղություն կա, ստորագրենք, հա, կամ սեն ոնց ուզենք կանենք, որտեվ այսինքն Ադրբեջանը գիտի, որ վախենալու է Հայաստանի վրա հարձակվելը։ Գիտի, որ ասենք 1 կրակոցի դիմաց 41 կրակոցա ստանալու։ Ունենք այդ անվտանգային, եթե ունենք, ես շատ ուրախ կլինեմ։ Եկեք 8 չէ 18 միլիարդ է վերցնենք, որտեվ դրանից գերակա շատ չկա։ Բայց երբ որ տենց խոսում են, որ զենք ենք առել, ուր է այդ զենքի կիրառությունն ուր է։ Հիմա ոնց որ ասենք դպրոցներ են սարքում, շատ լավ է դպրոց սարքելը, բայց այդ դպրոցի տված կրթությունը, դաստիարակությունը, միջավայրը, երբ որ մեր աշակերտները կվայելեն ու կդառնա արժեք, նոր կարող ենք ամբողջական գնահատել, թե չէ մենք շենք սարքելը, որտեղ էլի մենք ունենք վատ կրթություն, վատ դաստիարակություն, վատ միջավայր, որտեղ մեր երեխաները մեծանում են, հա, նույն հետո թմրամոլության տարածում, հանցագործությունների տարածում։ Հիմա ասենք այդ թմրամոլությունը, որ դպրոցներում տարածվել է, հիմա այդ վերանորոգված դպրոցներում եք ուզում տարածվի, դրա դեմը պայքարում են, թե ուղղակի շենք են սարքել, հիմա էլ թմրամոլները հայտնվում են նոր կառուցած դպրոցներում։ Պարոն Արաքելյան, անդրադառնանք նաև Բաքվում պահվող մեր ռազմագերիներին, այդ շինծու դատավարությունները կարծես ավարտական փուլ են
մտել, դատախազները նրանց մեծ մասի համար ցմահ ազատազրկում են պահանջել, օրինակ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար էլ 20 տարվա ազատազրկում, ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանին էլ է ցմահ ազատազրկում սպասվում, հաշվի առնելով նրան առաջադրված մեղադրանքները։ Այս հարցը շատ է այսպես խոսվել սրա մասին, բայց ամենայնիվ ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը ի վերջո նման բան թույլ չտալու համար եւ մեր ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ազգային արժանապատվության լուրջ հարց է սա, բազմիցս խոսել ենք, եկել այդ դատախազների այսպես կոչված այդ կեղծ դատավարության մեղադրանքները ուղղակի ամոթ է, այսինքն ցմահ ազատազրկում մարդկանց, որոնք դատվում են, որովհետև հայ են, բացառապես դրա համար։ Այսինքն որևէ հանցագործության նշույլ անգամ այդ մարդկանց գործողությունները չկա, որովհետև այդ ամբողջ դատավարությունը իրականում Հայաստանի Հանրապետության դեմ էր, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ։ Ընդ որում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասով էլի այդ մեղադրանքները ենթադրում էին ցմահ ազատազրկում, բացառապես տեղել տենց ինչ որ հիշել են, որ իրենք տենց ժողովրդավարական օրինական երկիր են, տեղ 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ Ադրբեջանի օրենսդրությամբ ցմահը պետք է փոխարինվի 20 տարով, այդ օրենքի տառ են պահել, դե հասկանում ենք, որ այդ տարիքի մարդկանց համար 20 տարին գրեթե ցմահ բանտարկության մասին է խոսում, ասում փաստենք, որ Արցախի ռազմական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման առաջարկ եւ բնական է նաեւ դատավճիռ ենք սպասում առաջիկա օրերին։ Ու սրա կողքին Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրենց վարքագծով ոչ միայն այնց են պահում, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ շատ լավ է։ Իսկն ուղղակի առնվազն կարելի է խոսքը այս իշխանության մասին է, գոնե ինչ ասեմ, մի փոքր բարոյականություն ունենալ։ Գոնե մոտ արտգործ նախարարության հաղորդագրությունը, որ այս խայտարակ կեղծ դատավարությունը, որ այս մարդիկ մեղավոր չեն, որովհետև ինչ է անում միջազգային հանրությունը, գերտերությունները, նայում են, sense որ դատավարության լուրեր են կարդում, հետո Հայաստանի լուրերն են կարդում, ինչ որ չեմ ինչերով են զբաղվում, չեմ հիշում օրվա առօրյայում են ինչքան անտաղանդ, ասենք ինչ է, ասենք նայում են Ադրբեջանում Հայաստանի ռազմական, Արցախի ռազմական ղեկավարության ցմահ դատապարտում են, հետո ասում են հələ մի հատ բերեք Հայաստանի վարչապետը այսօր ինչ աղրա, այդ բերում են երևի այդ օրվա տեղեկանքը, չէ, տենց որ սրտի կանում գցում է Facebook։ Ու ասենք նայում են հիմա, տենց Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան ստանում են, չէ, այդ երկրական տեղեկանք են ստանում աշխարհում ինչա կատարվում, ասենք ասում են Ադրբեջանում ինչ են անում, Հայաստանում ինչ են անում։ Հիմա այս մարդիկ որտեղից իմանան, որ այս մարդկանց կեղծ դատավարությունը մեր ասելով, բա ուրա պետությունը։ Ուրա պետության տեղեկանքները ուղված միջազգային, ուրա հավաքել եք այդ դեսպաններին։ Մի օր հավաքել եք, ասեք, Ժորժ ջան, խայտարակություն է։ Մի հատ ձեր գործընկերներին կոչ արեք, գնան մի հատ այդ մարդկանց տեսնեն։ Չեք բաշարում, հա ուրա այդ ՄԱԿ-ը, այդ գերտերությունների դեսպանները Բաքվում նստած ինչով են զբաղվում։ Բա գնացեք, խնդրեք։ Գնացեք այս տեղի դեսպաններին ասեք, մի հատ այդ հարցով մենք ենք զբաղվում, գնում ենք հիմա ոչ հրապարակային է, դա ասում ենք ձեր Բաքվի գործընկերներին գոնե ասեք գնան դատավարությանը։ Գնացեք տեսեք ինչ է կատարվում, գնացեք զեկուցեք ձեր ղեկավարներին, որ այս ինչ խայտարակություն է, որ զբաղվեն։ Բայց գնացեք բանտ այդ մարդկանց պայմանները նայեք։ Այսինքն ոչինչ չի արվում, ոչինչ, ու սա Ադրբեջանին մեծ աջակցություն է այս լռությունը։ Դե Ադրբեջանը սրանով աշխարհին ցույց տալի հայ մարդիկ հանցագործ են, դատում եմ, ինչ եք ուզում, ես իմ երկիրը, իմ դատարանը։ Սրա դիմաց երբ որ ոչ մեկ չի խոսում, ասում ես Հայաստանի քաղաքացի են, ինչ գործ ունի ընդհանրապես Հայաստանի քաղաքացին Բաքվում դատվի, ինչ գործ ունի։ Ու տենց խաղաղությունը արդեն, հա, ծորեն ենք բերում։ Այսինքն Բաքվի բանտում նստած հայերի կողքով կարևորը ապրանք է գալի անցնում, էսա սրանց որակը, արժե համակարգը։ Իհարկե այլևս վաղուց անցել է մեր մոտ այն միտքը, որ այս իշխանությունները որևէ բան են անում գերիների համար եւ նաև գերիների ազատման համար պետք է օր առաջ իշխանափոխություն լինի։
Եվ մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական դաշտում այսպես ակտիվ վերադասավորումներ են լինում։ Դուք ընտրությունների մասով որոշել եք արդեն որ ուժերի հետ կհամագործակցեք, որտեղ մամուլը գրում է, որ ակտիվ քննարկումներ ունեք ՀԱԿ-ի հետ, Արման Թաթոյանի միասնության թևերի հետ եւ այսպես շարունակ։ Մեր կուսակցության համար ընտրություններին մասնակցելը, ասած, նոր իրադարձություն չէ։ Մենք ստեղծման պայից 21 թվականից 20-ից ավել համայնքներում թիմ ընտրությունների ենք մասնակցել, մի քանի համայնքում հաղթել ենք, նաև այդտեղ աշխատում ենք, ցույց ենք տալիս մեր աշխատանքը ու նաև շատ կարևոր է սրանով մենք կուսակցությունն ենք կայացրել այս 4 տարվա ընթացքում ցույց ենք տվել վիճակի ենք այնպես ընտրությունների մասնակցել, հաղթելուց հետո մեր տված խոստումները կատարում ենք թե չէ, ինչ է քաղաքականությունը, որովհետև շատ հաճախ անվանական չեմ ուզում որից մեկին քննադատել, բայց առնվազն մենք նորմալ չենք վերաբերում, որ ընտրություններից առաջ որ ուժեր են հայտնվում ու տենց որոշում են, որ ընտրությունների մասնակցեն։ Մենք գնացինք փոքր ճանապարհով, հա, թիմ ընտրություններով, ցույց տալով մենք արդյոք արժանի ենք ընդհանրապես ազգային ժողովի ընտրությունների մասնակցել, արժանի ենք, որ մեզ ընտրեն։ Իսկ մենք այսօր բաց ճակատով գնում ենք, մարդկանց ասում են, Ժորժ, այստեղ հաղթել ենք։ Ասում եմ, փոքր երկիր է, գնացեք մեկ նոյեմբերյան Փարաքար, Տաթև հարցրեք, այդ ընտրողները դժգոհ են, փոշմանել են, որ մեզ են ընտրել։ Եթե փոշմանել են, եկեք ասեք, դուք նոյեմբերյանը չեք կարող տիրություն անեք, ինչ Հայաստանի Հանրապետության մասին է։ Ու մենք վստահ ենք, որ այսօր որտեղ որ մենք իշխանություն ենք, ընտրություն լինի, շատ ավելի շատ ձայներ կհավաքենք։ Հետաբար այս ընտրություններին մենք բնական ենք մոտենում ու նաև բազմիցս առիթ է եղել ձեր եթերում էլ, որ մենք ասել ենք, այո, իշխանապողության ամենառեալ ճանապարհը ընտրություններն են։ Ամենայն հարգանքով բոլոր այն իրադարձություններին, որ տեղի ունեցան փողոցային պայքար, մենք ունենք հիմնավորված թերահավատություն այդ process-ների մասին եւ ակնհայտ է, որ գնում ենք ընտրությունների։ Ինչ վերաբերում է ուժերին, կան այո քննարկումներ տարբեր ուժերի հետ, տարբեր օրակարգերով, համագործակցության տարբեր ձևաչափերի շուրջ, որովհետեւ չհիմնավորված ամբիցիա չունենք, բաց ենք համագործակցության մասով։ Դեռևս այդ մասով ժամանակ կա ու նաև չենք էլ ուզում, որ հնարավոր համագործակցությունը վերջի պահին լինի, որովհետև մեզ համար կարևոր է ոչ թե համագործակցություն ընտրությունների մասին, այլ համագործակցության ընտրություններից հետոյի մասին, այսինքն մենք ո՞նց ենք պատկերացնում համատեղ 5 տարի միասին աշխատելը, որովհետև 5 ամիս, 2 ամիս կարելի է ինչ-որ մարդկանց հետ լեզու գտնել, կոմպրոմիսների գալ կամ դու էս արա, դու այն արա գնաս ընտրությունների, բայց դրանից հետո ինչ-որ գալիս է երկրի ղեկավարում գալիս է ազգային ժողով, աշխատանք, օրենսդրություն։ Մեկ էլ պարզվում է, որ այս մարդկանց հետ այլ մոտեցումներ, այլ սկզբունքներ ունենք։ Դրա համար մենք այո, այս փուլից դեռևս արդեն գալիս է 1 տարի է բազմաթիվ ուժերի հետ քննարկում ենք, շփվում ենք, որ ասում կարող ենք արդյոք մենք մի սեղանի շուրջ գոնե հանգիստ զրուցել, ինչպեսի արժե համակարգ ունեն։ Եվ այո, չենք բացառում, որ առաջիկայում հնարավոր է ավելի արդյունավետ ֆորմատով հանդես գալ, քանի որ նպատակը Նիկոլ Փաշինյանի թիմի հեռացումն է եւ որակյալ պատասխանատու իշխանության ձևավորումն է, որտեղ մեր կուսակցությունը կունենա բավականին մեծ ազդեցություն։ Եվ պարոն Առաքելյան, ամփոփելով զրույցը նշում եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը ճանապարհ ընտրություններն են, սակայն ընդդիմադիր մի թևից առավել հաճախ կարծիք է հնչում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրություններով հեռացնել, ավելին նրանք նշում են, որ կարող է 2021-ի սցենարը կրկնվել։ Ըստ ձեզ, կարող է 21-ի սցենարը կրկնվել եւ որ դեպքում Փաշինյանը կկարողանա վերարտադրվել։ 21-ի ընտրությունները բոլորին այլ ընտրություններ էին, այլ իրավիճակում, քան հիմա։ Հա ինքը նույն ընտրություններն ա եղել խորհրդարանական 21-ին հետ պատերազմյան ծայրեղ բարձր էմոցիոնալ հուզական ֆոն կար երկրում։ Անսպասելի ընտրություններ, այսինքն որովհետեւ մեկը 20 թվականին ամռանը չէր մտածում, որ 1 տարի հետո Հայաստանում կարող է ընտրություն լինել։ Դա ինչ է նշանակում, որ մարդիկ չունեին հնարավորություն կատարել ոչ հուզական ընտրություն։ Այդ պահին տենց անակնկալ վիճակում, ոնց որ մի հատ անակնկալ վիճակում դուք ստիպված եք որոշում կայացնեք, ու այդ որոշմանը մնացել է 10 րոպե, չէ՞։ Դուք միշտ ավելի դժվար եք որոշում, ոչ արդյունավետ եք որոշում կայացնում, այնտեղ ինչ որ բան պետք է առնեք արագ, քան դուք գիտեք, որ գնալու եք առնեք, սկսում եք ընտրել եւ որոշում կայացնել։ Նախկին իշխանությունների վառ մասնակցությունը 21 թվականի ընտրությունին եւ այդ նախկին ներկա նոր պատերազմ, առավել եւս որ այդ պատերազմի վախը 21 թվականին ծայրեղ բարձր էր, հա, որ ամեն բնակավայրում
հուղարկավորություններ եւ այդ հուզական ֆոնին նաեւ Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումները Արցախի կարգավիճակի մասին, Շուշի, Հադրութի դեօկուպացիայի, ել չեմ խոսում տնտեսական, աղքատությունը 2 անգամ կրճատելով, որ գրեթե նույնն է մնացել ու հազարավոր սուտ խոստումների հաշվին հասարակության հայո մեծամասնությունը գնաց այդ ընտրության։ Բայց այս 5 տարին էլ ցույց տվեց, որ ոչ միայն պատերազմի մասով, այլ նաև մնացած ոլորտներով, եթե 21 թվականին դեռ տնտեսության կամ այլ ոլորտներում ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքաբանտարկյալների մասով բավականին բարվոք վիճակ էր եւ բացառապես անվտանգային օրակարգներ ընտրության գործոնը, հիմա տեսնում ենք, որ բազմաթիվ օրակարգեր կան։ Տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքներ, այսինքն բոլոր ոլորտները տապալել է այս իշխանությունը եւ այդ գործոնները հաշվի առնելով մենք տեսնում ենք մեծ հնարավորություն, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կանի։ Ու առավել եւս արդեն եթե նաեւ 21 թվականին որ նաեւ անակնկալ էր քաղաքական դաշտի համար ընտրությունները եւ այդ ընդհանրապես արտահերտ ընտրություններին միշտ մասնակցում են ուժեր, որոնք պատրաստ են ունեն ռեսուրս, որը նախկին իշխանություններն են եղել։ Եվ 21 թվականին բնական էր, որ նոր ուժերի համար շատ դժվար է ճեղքել այդ մեծ ռեսուրս, առավել եւս իշխանությունը նոր էին թողել, իշխանության մեջ էլ մեծ ռեսուրս ունեն նախկին իշխանության, այդ երկու մեծ ռեսուրս ունեցող նախկիններ ներկաներ համակարգը ճեղքել մի քանի ամսում, այն էլ այդ ֆոնին, որ անվտանգային միջավայրում սկսել ինչ-որ այլ թեմաներից խոսել, անտրամաբանական է լինելու, շատ դժվար եղավ 21 թվականին նոր ուժերին Երևալ ինչ-որ խոսել, լսելի դառնալ, այդ երկու մեծ բևեռների այդ բարձր ձայնի մեջ չէր լսվում։ Հիմա նաև այդ նախկին իշխանությունները ոչ միայն որպես նախկին իշխանություն, այլ որպես ընդդիմություն տապալեցին իրենց։ Այդ մարդիկ 21 թվականին չէին եկել, չէ՞, Նիկոլ Փաշինյանի հետ ազգային ժողովում բյուջետային քննարկումների մասնակցելու ու անարդյունավետ ծախսերից խոսելու կամ էսի մինչերից խոսելու, ինչ որ հիմա անում են։ Այդ մարդիկ 21 թվականին ոնց որ թե եկել էին իշխանափոխություն անելու, որը լավ 21-ին չստացվեց։ Ու իրենց այս 4 տարվա գործունեությունը բացառապես դրա մասին էր։ Չէ, մանդատները չենք դնում, հեսա իշխանափոխություն ենք անում։ Եկեք փողոց իշխանափոխություն ենք անում։ Թե ինչի չստացվեց, կարող են բազմաթիվ պատճառներ բերենք։ Փաստ չստացվեց։ Այսինքն քաղաքական ուժեր 20 տարի տապալել էին իրենց որպես իշխանություն, 5 տարի էլ որպես ընդդիմություն։ Ու դա ժողովուրդը տեսնում է։ Ես ոչ թե ինչ-որ տենց հատուկ տենց ողջավորությամբ եմ դրա մասին խոսում։ Փաստ է դա։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ նախկին ներկա վեճը արդեն առաջնային չէ հասարակության համար, ինչքան էլ իշխանությունները փչում են անընդհատ նախկինների վախը, հեսա նախկինները կգան, նախկինները չեն գնաց է, իրենց համար առոք-փառոք էս իշխանության հետ լավ էլ ապրում բիզնես են անում։ Նախկին պաշտոնյաների բիզնեսները հիմա ավելի մեծ ծաղկում է ապրում, քան իրենց օրոք եղել է, դեռ հո տեսնում ենք Երևանի կենտրոնում։ Հետաբար 26 թվականին բազմաթիվ նոր ուժեր, ավելի որակյալ, ավելի պատասխանատու կարժանանան հասարակության վստահությանը, ու ոչ միայն մենք հույս ունենք, որ իշխանություն կփոխվի, այլ նաև այս նախկին ներկա անընդհատ մեղադրանքների փուլից է պետք է դուրս գանք։ Ի վերջո իշխանությունը, որը որ գալիս է իշխանության, մի կետ կա, հա, մի տարի է պայմանական, 2 տարի է, պետքա դաթարի նախկինների վրա մեղ գցել, արդեն դու ես սրա պատասխանատուն։ Մենք այդպես ենք պատկերացնում, եկել ենք իշխանության։ Վեր Ջորջան, ինչ կա մերն է արդեն, մենք ենք սրա տերը։ Գիտեի՞ր սենց աղետներ կա, մի զբաղվի ես քաղաքականությամբ, եթե դու չես կարող ես պատասխանատվությունը վերցնել, ասում ես երկիրը քանդել են, ինչի ես դու գալի, եթե ծանրաձողին այսքան էսա դրած, դու պիտի սա բարձրացնես, եթե չես կարող մի արի գցի ոտիդ, հələ ոտիդ գցելուց է մի հատ գցի մարդկանց վրա այդ ծանրաձողը։ Հետաբար մենք ուզում ենք, որ ձևավորվի այնպիսի իշխանություն, որը նաև քաղաքական առումով դադարելու է նախկիններին քննարկել։ Իրավական առումով այո, ով ինչի համար մեղավոր է, թող գնա պատասխան տա, բայց քաղաքական առումով հիմա էլ կա, որտեվ այդ էլ է նկատվում, որ մեզ կան ինչ-որ ուժեր, որոնք թվում է, որ գան իշխանության, հիմա էլ դե շատ ավելի բարվոք վիճակ, ասած ճակերտավոր նախկիններին մեղադրել, չէ՞։ Այսինքն ինչ, հիմա մի հատ նոր իշխանությունը գալու է 5 տարի էլ Նիկոլ Փաշինյանին մեղադրի, չէ։ Ժողովուրդը հոգնել է այդ ստերից։ Եկել եք իշխանության, բարի եղեք, տեր եղեք ձեր իշխանությանը։ Ասում եմ բոլոր գործիքները կան այդ հարցերը լուծել։ Չեք կարող լուծեք, ասեք չենք կարող, Ժորժ ջան։ Այն ինչ որ չարես Նիկոլ Փաշինյանը, այս մարդը 7 տարի է նախկիններ։
Ու սա այո, չպետք է, սա հասարակությունը պետք է հստակ ֆիքսի։ Նիկոլ Փաշինյանի մեղադրելով չպետք է նոր իշխանություն ձևավորվի։ Պետք է իշխանություն ձևավորվի այն ուժերի կողմից, ովքեր պատասխանատու են հետ Նիկոլյան Հայաստանի համար։ Հիմա անընդհատ քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին։ Չպետք է ընտրվեն ուժեր, որոնք գալու են ու 5 տարի էլ ասում են դե Նիկոլն է մեղավոր, ես ինչ անեմ։ Այս ճանապարհը տվել էր, դե ես ստիպված տվեցի, հա, ես ինչ քանդել էր, դե ես ստիպված թողեցի քանդած։ Չէ, պետք է գան ուժեր, որոնք թարգելու են, այսպես ասած, այս նախկինների, այդ թվում արդեն նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է որպես նախկին այս օրակարգը եւ խոսելու են եւ աշխատելու են բացառապես այդ ժամանակվա օրակարգերի մասին։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Իմ հյուրներ ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը։ Կհանդիպենք։